Արցելի Սամվել Կարապետյանի հայտարարության վերաբերյալ ասում էր, բա գիտեք, հեծը Մերսեդես է նստելու ենք շեն, բա կարա փտած մալուխներ լինի ձեր արձագանք։ Ասում հեծը գցել եք ձեր ոտքին, պարոն Պետրոսյան։ Մեղմ ասած չափազանցրել է։ Ցավոտ չէ։ Նման ման տեղի չի ունեցել, ավելին ձեզ ասեմ, մի քիչ ցուցանիշներով լավարկել ենք, մենք թափանցիկ մեր գործելավոճը գիտեք, լիքը վիճակական տվյալներով լավարկել ենք եւ անջատումների միջին տևողությունը եւ քանակները եւ աշխատավարձեր ենք բարձրացրել նույն մարժայի մեջ եւ նոր միացման սակագներն են մինչեւ 50% եւ ավելի իջեցրել հզորությունների ավելացումը նաեւ։ Այսինքն ցուցանիշները հրապարակված են, մեկնաբանելու բան չկա։ Շարունակելու եք այդտեղ կառավարել, պարոն Պետրոսյան, թե օրինակ գործում են Արադ ցեմենտը հիմա էլ կարգի բերեք։ Ավելի քան աշխատավարձ։ Ժամանակավոր կառավարիչը օրենքի ուժով շարունակում է իր լիազորությունը իրականացնել մինչև նոր լիցենզիայի տրամադրումը վարչության ցանց։ Նոր լիցենզիան կտրամադրվի պետականացման գործընթացը լիովին ավարտելուց եւ կառավարության կողմից ՀՑԿՀ-ին դիմում ներկայացնելուց օրենքով սահմանված ժամկետից հետո։ Իսկ եթե մեկնարկել է գործընթացը Հուլիսի վերջերի կեսից հետո Մեսրոպյանն էլ ասաց, որ այո, տեղյակ է մամուլից եւ սկսվել է։ Իսկ ո՞նց է հանրայնության գերակա շահը կառավարության որոշմամբ հավանաբար չէ, վստահաբար ավելի ճիշտ տեղի կունենա հուլիսի իրավակազմակերպական ծրագիր ունենալու դրանից հետո կառավարության ենթակա պետական հակ բաժնետիրական ընկերություն այո գուցե վարչապետի աշխատակազմի համակարգման ներքո գուցե տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների Պարոն Պետրոսյան, ներողություն դուք ղեկավարելու թե չէ պետականությունից հետո ժանրով կառավարչի հիմա պարոն Մակարյան հարցը տալիս եք չէ՞ լսում ասեք հաջորդ հարցը եթե ինքնանպատակ եք տալիս շարունակենք որ մենք չասնենք հիմա ձեզ պարզաբանը պետականացման եւ նոր լիցենզիայի ստացման փուլից հետո ժամանակավոր կառավարչի լիազորությունը օրենքի ուժով կասեցվում են թե արդեն ով կնշանակվի գլխավոր տնօրենի պաշտոնը որպես ՓԲ-ի չես չեմ քննարկում դա առհասարակ որտեղ Պարոն Պետրոսյան, ասացիք աշխատավարձեր են բարձրացվել, քանի աշխատողի եւ ձերը բարձրացել է։ Շնորհակալ եմ լավ հարցի համար 3400 3500 աշխատակիցներ ովքեր որ կազմում են հեծի ողջ աշխատակազմի շուրջ 50%-ը աշխատավարձերը արդեն 4-րդ ամիսն է բարձրացել են 12-ից 25%։ Իսկ ձերը նույն մարժայի մեջ չէ, իմը վարչականակով է սահմանված, ես կամավոր հրաժարվել եմ իմ փառքև ավաճառների, ցավել ավաճառներից, որը նախկին կառավարիչների տնօրենի դեպքում տարիներով է գործել, ես ստանում միայն մաքուր դրույքաչափով Ինչքան է, պարոն Պետրոսյան, տարբեր թվեր են ասում, 5 միլիոն են ասում, 5 միլիոն 200 հազար։ Հայտարարված է, կարող եք Հիմա ասեք, ի՞նչ է խանգարում, պարոն Պետրոսյան, ասեք թիվը։ Չխանգարենք ուրիշ բան Ինչի՞ եք եկել կառավարություն։ Պարոն Պետրոսյան, ասեք Ես պետական մարմնի կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչ եմ, ես աշխատում եմ պետական տարբեր մարմինների հետ։ Շատ նորմալ օրգան կա։ Ամեն դեպքում սա չի նշանակում, որ դուք կառավարություն փաստորեն պետությունը բիզնես կլեք։ Մասնավորից բիզնես կլեք։ Պարոն Մակարյան, պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, այլ դուք եք։ Դուք որպես հայաստանյան քաղաքացի, դուք բիզնես խլող եք։ Ես ալին դեմքն եք բիզնես խլողի դեպքում։ Բայց չէ պետությանից նման հայտարարություն։ Նախին օլիգարխներ իշխանավոր են։ Եթե պետությունը Մենք իշխանություն չունենք, պարոն Պետրոսյան։ քաղաքացիական իշխանության կրել։ Մենք կարող ենք գտալ իմ հարևանի հողը խլել։ Իշխանության առանցքում ժողովրդավար երկրներում քաղաքացիական Պետրոսյան, բայց առաջին դեպքը չէ, հեծը խլեցի, Գագիկ Ծառուկյանի Արադ ցեմենտի Դա լրիվ ուրիշ թեմա է, մենք խոսենք այդ մասին։ Այդ բիզնեսները, որ դուք անորոշ միջավայր չեք ստացել, բիզնեսի տեսանկյունից եմ ասում, պետականացման եւ ազգայնացման գործընթացը իրավական այդ ունի մի շարք եվրոպական առաջադեմ երկրների պրակտիկայում կա վաղուց, երբ քրիտիկական ենթակառուցվածք հանդիսացող ռազմավարական մենաշան դիրքով օժտված բնական մենաշան դիրքով օժտված էներգետիկ ընկերությունը ինչ-ինչ իրավիճակներում հայտնվել է մասնավորի ձեռքում եւ պետությունը դիմակայությունը այնպես է արդեն վերագտել, որ կարողանում է օրենքի եւ սահմանադրության նորմերին համապատասխան դա հեծը վերականգնել Դե եկեք ես հեծով մեկնաբանեմ։ Չէ, այլ բասոտ ես մեկնաբանություն։ Պարոն Պետրոսյան, ձեզ հեծի աշխատակիցները դատի էին տվել իրենց ազատելու համար։ Ես պատրաստական եմ մեկնաբանելու հեծի հետ կապված Շատ լավ։ գործընթաց։ Այլ գործընթացով Հեծի աշխատակիցները, պարոն Պետրոսյան, ձեզ դատի էին տվել իրենց աշխատանքից ազատելու համար։ Ինչ եղան, կան արդեն վճիռները, Այս որոշումները։ պահին դեռ վճիռներ կան, որոնք վիճարկում են վերադասության կարգով վերականգնել։ Այսինքն պարտվել եք, որ բողոքարկել եք, դե որ բողոքարկել եք, պարոն Պետրոսյան, ասում եք վերադասության կարգով բողոքարկել։
Այդ ունավինեք են ողակատել։ Ունենք մի քանի այստեղ նման հայցեր, որ պարտով եք ինչ եք ընկերության շահը լավագույնս Որ առաջին։ օրինակ Գազինյանի պարտվեք, որ կալանավայրում է, մյուսների պարտվեք, Եկեք ենթադրություններով չխոսենք։ Հաստը կլինի հարցադրում կանենք, ես ձեզ կպատասխանեմ։ Հիմա որ պարտվեք, ինչ եք անում։ Ունեք վերականգնել եք այդ մարդկանց։ Պարոն Մակարյան, Արդեն մի հատ Պարապորտի ժամանակահատվածի գումարները կարծելով չէ, փաստ չէ, ինչքան հիշում եմ, որևէ վճիռ այս պահին վերջնական պարտության կամ հաղթանակի արձանագրում չունենք բոլոր վճիռները վերադասության կարգով կամ հայցողների կողմից կամ ընկերության կողմից վերադասության կարգով Հասան հիշում իմ Ձեզ լավ օրը մասը պարտվեցիք։